Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն է, սրվազրագիրն է։ Արևմտյան Հայաստանը հարցը առանջախտման ազգային ժողովի 15-րդ նիստ բնապահպանական ու ազգային հարցեր։ Բաքուն պահանջում է հեռացնել ցեղասպանության գրառումը։ Աքսոր Լուսինե Տրալա քադրի է, Արցախում հայկական հետքի ոչնչացում, Լիբանանում սովի վտանգ աճման, Մարտունի եկեղեցու գմբեթը վնասված է, միջազգային գործությունը անդառնալի կորստի վտանգ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանն իրեն ելույթում խոսել է հայերի ցեղասպանության ամբողջական ճանաչման, ժխտման ու մեխանիզմների իրավունքների վերականգնման մասին։ Ընդգծել է ցեղասպանությունը շարունակական գործընթաց է, վերի աղավաղումը տարբեր ձևերով հալամ շարունակվում է։ Քննադատել միջազգային անգործությունը ու նշել Արցախավերջին իրադարձությունները նույն քաղաքականության շարունակականությունն։ Ելույթի հիմնական ուղերձը ոչ միայն ճանաչում, այլ նաև արդարություն, հատուցում ու հայրենիք ետրնալի իրավունք։ 2026 թվականի ապրիլի 29-ին Արևմտյան Հայաստան ազգային ժողովի 15-րդ առցանց նիստն այլել 20 պատգամավորների մասնակցությունով։ Քննարկվել են Վանա լճի բնապահպանական խնդիրները, ապրիլյան հիշատակի միջոցառումները Հայաստանում ու արտերկրում, ելույթ ունեցողները կարևորել ազգային ու բնապահպանական նախաձեռնությունների շարունակական զարգացումը։ Բաքուն պահանջել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրաբ Մամդանիից հեռացնել ցեղասպանության մասին գրառումը, անվանելով սադրիչ։ Մամդանին ապրիլի 24-ին հարգացել է Զոհրի հիշատակը ու անդրադարձել է Արցախին, ինչը քննադատության արժանացալ նաև թորք շրջանակների կողմից։ Թեման բողոքներ առաջացրել Ամերիկայում, ընդգծելով հարցի շարունակվող լարվածությունը։ 2015 թվականի ողբերգական իրադարձությունների վաղտը հազարավոր հայկական ընտանիքներ բռնի ձևով տեղահանվել են, բռնելով անորոշ ու մահաբեր ճանապարհներ։ Էտաղետը շատ վերապրածների հիշողության մեջի մնացավ որպես աքսոր արտաքսում սեփական հայրենիքը։ Զարուհի Ավետիսյանի պատմությունը ճակատագրի դաժան վկայություններն է։ Ամուսնու ռազմական բժիշկ Փարունակ Ավետիսյանի անհետացմանը ետը ինքը հյուրախոխորձը հիվանդ սկսվորնա հարազատներին հետ ստիպված բռնում է Եփրատա երկայնքով քեցող ճանապարհը։ Ճանապարհի խումբը աստիճանաբար քայքավ հիվանդներն թույրերը վերն ընկում ու այլևս պիցրանում չեն, իսկ ցավնա հուսահատությունը դառնում առօրյա։ Զարուհու ընտանիքին հետի ամենամեծ հարվածները միներալա վեր ստիպված բաժանվելա Կուճիր Լուսինեից։ Էգինում շտեղուրյան ժամանակավորապես ապաստան տվալ մի բարեհամբյուր ընտանիք առաջարկալ է վերցնել խոխին, համոզելա վեր ինքը դիմանալու չի ճանապարհի ծանրություններին։ Մոր հետի դա անասելի ցավոտ որոշում այլ, բայց ընտրության համարյա թե իլալ չի։ Այդ պահից Լուսինը ստացա թեզա անուն քադրի է ու սկսալ ապրելը այլ ընտանիքում կտրված յուրան անցյալան ինքնությունն տարիներ անց Զարուհին փորձ հրաճար է յուրան կուրծրած խոեմ, բայց որոնումները մնացան ապարդյուն։ Այս պատմությունը ոչ միայն մեկ ընտանիքի ողբերգություն է, այլ նաև խորհրդանիշ հազարավոր կոտրված ճակատագրերի։ Աքսորը վերապրածների հիշողության մեջ մնացավ որպես ոչ միայն ֆիզիկական տեղահանություն, այլ նաև ինքնության, ընտանիքի ու մանկության կորուստ։ Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է 2023 թվականը ետը Արցախամշակութային ժառանգության պաշտպանությունը դուսամնացավ պետական ուշադրությունը, նշում է Ադրբեջանը նպատակաուղղված ոչնչացումը հայկական հետքը վնասելով եկեղեցիներ, հուշարձաններ ու բնակավայրեր, ըստ ուրախ խնդիրը պահանջում է պետական ու միջազգային ակտիվ միջամտություն։ ՄԱԿ-ի աջակցությունով հրապարակված թեզազեկույցի համաձայն Լիբանանում ավելի քան 1,2 միլիոն մարդ կարեբախվեց սուր սննդային անապահովության վերջին ռազմական բախումներին հետևանքով տվյալները ներկայացվել Պարենա գյուղատնտեսության կազմակերպության համաշխարհային Պարենային ծրագրի ու Լիբանանի գյուղատնտեսության նախարարության համատեղ հայտարարությունով։ Զեկույցում նշվում է 2026 թվականի ապրիլից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում մոտ 1,24 միլիոն մարդ ուսումնասիրված բնակչության համարյա թե քառորդը հայտնվելու է ճգնաժամային կամ ավելի ծանր մակարդակի սննդային անապահովության մեջ, սա զգալի վատթարացման նախորդ շրջանի համեմատ վերնման իրավիճակում այլ շուրջ 874,000 մարդ։ Վերլուծությունը կատարվել է սննդային անվտանգության փուլային դասակարգում համակարգի կողմից վերահետևում է սովի ու թեր սնուցման ցուցանիշներին։ Մասնագետների գնահատումով իրավիճակի վատթարացման հիմնական պատճառներն են շարունակվող հակամարտությունը, բնակչության զանգվածային տեղահանումներն, տնտեսական ճնշումները։ Հիշեցնենք վերապրիլի 17-ից ուժի մեջ մտած հրադադարը դադարեցրել է շուրջ 6 շաբաթ տևած բախումները Իսրայելի ու Հեզբոլլահին միջև։ Պաշտոնական տվյալներով այդ վխտեն Լիբանանում զոհվել է ավելի քան 2500 մարդ, իսկ 1 միլիոնից ավելի բնակիչներ տեղահանվել են։ Չնայած հրադադարին երկրի հարավում լարվածությունը պահպանվում է ու բնակիչներին հալամ խորհրդադրում չվերադառնալ սահմանամերձ շրջանն է։ Մասնագետները զգուշացնում են, որ առանց ժամանակին ու շարունակական հումանիտար աջակցության սննդային ճգնաժամը կարել ավելի խորանա։ Հովիկավանեսովը հայտնվեր Արցախա բռնազավթված տարածքներում շարունակվում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացումները։
Մարտունու Սուրբ Ներսես մեծ եկեղեցին ենթարկվել է վանդալիզմին, ներառյալ գմբեթի խաչի կոտրումը։ Իրանասելավը սա նպատակային քաղաքականությունն վեր շարունակվում է, չնայած միջազգային խաղաղության խոսույթին պահանջում է գործնական քայլեր։ Մունքնք մեր սարերը գործակալությունը հազանգում է Արցախամշակութային ժառանգության նպատակային ոչնչացման մասին ընդգծելով եկեղեցիների, հուշարձանների ու խորհրդանիշների վտանգը։ Կազմակերպությունը կոչանում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու ICOMOS-ին անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելի անդառնալի կորուստները, նշվում է միջազգային անգործությունը կարեպելի թեզա լուրջ հետևանքների։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այս քանակ պատրաստալ ապրիկ ուշադրության հետ, պետք այցիկ։